Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիաննա Խաչատրյանը, եւ այսօր խոսելու ենք մի շատ հետաքրքիր թեմայից, դիմացնոտային վիրաբուժությունից, եւ մեր հյուրերն են Անահիտ Շահինյանը, բարև ձեզ, Անահիտ Շահինյանը Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի դիմացնոտային վիրաբուժության ծառայության պատասխանատու դիմացնոտային վիրաբույժ է եւ Գրիգոր Թորոսյանը Բարև ձեզ, նույն հիվանդանոցի երի դիմացնոտային վիրաբույժ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ ժամանակ եք գտել մեր տաղավար հյուրընկալելու համար։ Սկսենք թերևս ձեզնից, Բժիշկ Շահինյան, ինչ է իրենից առհասարակ ներկայացնում դիմացնոտային վիրաբուժությունը, ինչով այն տարբերվում այլ միջամտություններից, խնդրեմ։ Կրկին բարև ձեզ, նախ շնորհակալություն հրավերի համար եւ նախ մինչև անցնելը նրան, որ մենք ավելի շատ խոսելու ենք մանկական դիմացնոտային վիրաբուժության մասին, սկզբից ասենք, թե ինչ է ընդհանրապես դիմացնոտային վիրաբուժությունը, երևի գիտեք, որ հանրության մեջ այդպես ընդհանուր կարծիք կա տարածված, որ դիմացնոտային վիրաբույժի պետք է դիմել բարդացած իմաստության ատամը հեռացնելու ժամանակ եւ դրանով սահմանափակվում է դիմացնոտային վիրաբուժությունը, սակայն պետք է շեշտեմ, որ դա այդպես չէ, դիմացնոտային վիրաբուժությունը բավականին մեծ սպեկտր է ընդգրկում եւ ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների մենք բավականին մուլտիդիսցիպլինար աշխատանք ենք կատարում, որովհետեւ մեր զոնան կարծես թե հնչում է փոքր, բայց բավականին մեծ պաթոլոգիաներ է ընդգրկում։ Այստեղ արդեն ավելի գալով նրա մասին, որ մենք խոսելու ենք մանկական դիմացնոտային վիրաբուժության մասին, ասեմ, որ մենք զբաղվում ենք բնածին արատներից սկսած, դիմացնոտային շրջանի վնասվածքներով, գոյացություններով, ատամնաբորբոքային հիվանդությունների բարդություններով, ինչպես նաև դեմքի, գլխի, պարանոցի շրջանի մնացած այլ ախտահարումներով ևս։ Ամենատարածված խնդիրները որոնք են Հայաստանում։ Այս պահին, եթե առանձնացնենք այդպես, հատկապես քանի որ մենք խոսում ենք ամռան սեզոնին, հիմա երևի թե ավելի շատ տարածված են դիմացնոտային շրջանի վնասվածքները, գիտեք, արձակուրդի շրջան է, երեխաները խաղում են բակում, հեծանիվ են վարում, ավելի ընկնում են, վնասվածքները ավելի շատ են պատահում եւ ուղղակի այդպես սեզոնային։ Իսկ բնածին խնդիրների դեպքում որ պահին է պետք դիմել վիրաբույժի, այսինքն որքան շուտ այնքան լավ, թե այդուհանդերձ որոշակի ինտերվալ։ Շատ լավ հարց եք տալիս, հատկապես որ այստեղ պետք է հստակ նշել, որ այն զույգը, որ պատրաստվում է ծնող դառնալ եւ այդ ամեն ինչը անում է օրինակ բժշկի հսկողությամբ, բժշկի վերահսկողության ներքո եւ հղիությունը գրանցելուց հետո 12 շաբաթական այդ առաջին սկրինինգն է, երբ հղին այսպես ասած ավելի մոտիկից է իր ապագա բալիկին տեսնում, դիմացնոտային շրջանի զգալի արատները, այդ թվում հանրությանը հայտնի նապաստակի շրթունքը, քիմքի գալի երախը, որը քիմքի ճեղքվածքն ու վերին շրթունքի ճեղքվածքներն են, կարելի է հայտնաբերել հենց այդ սկրինինգի ժամանակ, ուրեմն սոնոգրաֆիստի կողմից։ Եվ այդ պահից սկսած մենք կարող ենք ներգրավել այդ հղի վարման process-ին, որպեսզի անմիջապես երեխայի ծնվելուց հետո պատրաստենք ծնողին ճիշտ կերակրմանը երեխայի եւ հետագա խնամքի, մինչեւ կհասնեն վիրահատական ժամկետները, որպեսզի անվտանգ ապագայում երեխան կրի իր վիրահատությունները։ Շատ լավ։ Իսկ որ պահին ծնողները հասկանան, որ պետք է դիմել հենց դիմացնոտային վիրաբույժի, որովհետև լոր կա, որովհետև կան այլ, չգիտեմ, ատամնաբուժի են դիմում հաճախ, այսինքն որ պահին է այն կետը մոտենում, երբ որ հասկանում ես, որ մյուս մասնագետները այստեղ չեն կարող։ Այստեղ հստակ առանձնացված է, ինչպես նշեցի, եթե սա արատի մասին է խոսքը եւ ուղակի, այսպես ասած, սյուրպրիզ է եղել, երեխան ծնվել է արատով եւ ծնողը բժիշկը անմիջապես ծնվելուց հետո նոր է տեսել այդ արատը, քանի որ հասկանում ենք, որ դա ակնհայտ է։ Երեխան ծնվեց, դիմացնոտային շրջանի արատները երևում են։ Այդ դեպքում արդեն
մեքենան միջապես ծնվելուց հետո կամ ավելի շուտ ծննդատնից դուրս գրվելուց հետո իհարկե ծնողները կարող են դիմել։ Մի բան էլ եմ ուզում այստեղ անպայման ավելացնել, եթե ծնողները հատկապես մարզերում ինչ-ինչ պատճառով Երևան գալու խնդիր ունեն, քանի որ մեր մասնագետները ներկայացված չեն մարզերում, այսինքն նեղ մասնագետներ դիմացնտային վիրաբույժներ առաջնային օղակում, այսինքն պոլիկլինիկաներում չկան, այստեղ շատ մեծ նշանակություն ունի միանշանակ առաջնային օղակի բժշկի ճիշտ մոտեցումը, առաջին հերթին պոլիկլինիկայի բժիշկը ինքը պետք է կարողանա ծնողին ճիշտ ուղղորդել մասնագետի մոտ։ Սա եթե վերաբերվում է արատներին։ Մնացած պաթոլոգիաների դեպքում դեմքը այտուցվեց, երեխան ընկավ, այստեղ արդեն շատ ակնհայտ է, եթե վնասվածքը, այտուցը, գոյացությունը, ինչ որ մի բան գտնվում է դեմքի, գլխի, պարանոցի շրջանին, ծնողը կարող է ինքնուրույն հանգիստ դիմել դիմացնտային վիրաբույժի։ Այդուհանդերձ հարցս արդեն Վիկտորոսյանով եմ, մենք գիտենք եւ դեպքերը քիչ չեն, երբ երեխան ընկնում է, այտուց է ձևավորվում, բայց ծնողները թեթև են նայում, հա, այսինքն խնդրին մտածելով, որ բոլորս էլ ընկեր ենք, բոլորիս մոտ էլ այտուց է եղել, կարմրություն է եղել, հազարում է խնդիր կանցնի, որ պահին պետք է ծնողը սկսի անհանգստանալ, եթե ինչ որ հարված է տեղի ունեցել եւ խնդիր է առաջացել։ Դիմացնտային շրջանի տրավմաների պարագայում ինչքան էլ մենք շեղվենք հիմա մեր դիմացնտային վիրաբուժության մասնագիտությունից, առաջնայինը պետք է գնահատենք, թե երեխան ունեցել է ուշագնացություն, ունեցել է փսխումներ, ունեցել է գլխապտույտներ, նմանատիպ նշանները մեզ թույլ են տալիս ախտորոշել կամ գոնե ենթադրել, որ կարող է լինել ուղեղի ցնցման նշաններ։ Քանի որ մեր զոնան առնչվում է որպես այդպիսին նաև նեյրովիրաբուժության, ինչպես նաև լոր մասնագիտության, ինչպես նաև ատամնաբուժության հետ, մի քիչ դիֆերենցիալը ավելի բարդ է դառնում։ Բայց դրանք հիմնական սկզբնական նշաններն են, երբ որ պետքա ծնողը գնահատի, որ պետք է դիմել բժշկի։ Չնայած ազնվության համար կարելի է ասել, որ ծնողները հիմա ավելի ուշադիր են նմանատիպ երևույթների, նույնիսկ եթե նման նշաններ չի նկատվում, ապահովության համար փորձում են դիմել բժշկի հանգստության համար, որ տեսնեն արդյոք ինչ-որ մի բան կա, թե չկա, այսինքն տենդենսը մի քիչ փոխվում է դեպի ավելի ուշադիր լինելու ծնողների կողմից։ Որքան հասկանում եմ, եւ դուք էլ ձեր խոսքի մեջ նշեցիք, որ հաճախ դիմացնոտային վիրաբուժություն այսպես միջդիսցիպլինար ուղու կենտրոնում է կանգնած, այսինքն շատ տարբեր հատկապես բարդ դեպքերի համար ենթադրում եմ ձեզ, նաեւ ձեր գոլեգաների օգնությունն է պետք, որ դեպքերում է, որ միայն դիմացնոտային վիրաբույժը չի կարող գործել ինքնուրույն, այսինքն պետք է նաև այլ ոլորտներից գոլեգաների օգնություն։ Եթե դիտարկում ենք դիմացնոտային շրջանի տրավմաները, այսինքն բերեք դիմացնոտային չասենք, այլ գլխի շրջանում տրավմաները դիտարկենք, մեզ սերտ համագործակցություն է հարկավոր նեյրովիրաբույժների հետ։ Այսինքն ինչպես նշեցի, նշանները, որոնք որ մենք տեսնում ենք հենց սրտխառնոց, գլխապտույտ, ուշագնացություն, մեզ հարկավոր է կոնսուլտացիա նաև նեյրովիրաբույժի հետ, որպեսզի հստակ հաստատենք կամ բացառենք իրենց կողմից որոշակի պաթոլոգիաները։ Լավ, եթե մենք դիտարկում ենք թարախաբորբոքային process-ները ելի մեր շրջանի, մենք սերտ պետք է համագործակցենք ստոմատոլոգների եւ լոր մասնագետների հետ։ Այսինքն մեր զոնաները շատ սերտ համակցված են, կարելի ասել։ Ատամնային ցավերի դեպքում, ատամնային թարախաբորբոքային process-ների դեպքում մենք ստոմատոլոգների հետ ենք համագործակցում, իսկ ասենք կոկորդի պարանոցային շրջանի ցավերի դեպքում մեզ լոր մասնագետներն են նաև հարկավոր, որպեսզի ճիշտ դիֆերենցենք մեր եւ իրեն զոնաները։ Հարցս ուղղում եմ երկու բժիշկներն էլ ձեր փորձից թերևս ամենածանր դեպքերը կկարողանաք հիշել։ Վերջերս հերթապահություններից մեկի ժամանակ ունեցել եմ դեպք, որը երեխան ուղղակի ուշագնացություն էր ունեցել, ընկել էր կզակային շրջանի հատվածում ոչ մեծ վերքով մակերեսուն ենք կզակային շրջանում, բայց հետազոտության ընթացքում հասկացանք, որ բերանի բացման սահմանափակում ունենք, այսինքն ցավոտություն ունենք բերանի բացել փակելու ժամանակ։
Իմ կողմից ուղղորդվեց համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության, որի ժամանակ պարզվեց, որ քունքստործնոտային հոդերից մեկի մակարդակով կոտրվածք էր առաջացել, որը հետագայում լուրջ խնդիրներ կարող առաջացնի զարգացման, թե ատամնաշարի, թե ծնոտի բացման փակման խանգարումներով։ Թերևս առաջնային զննման ժամանակ ոչ այնքան լուրջ թվացող վերքը պարզվեց, որ բավականին լուրջ տրավմա ունենք։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի ծնողները գիտակցեն, որ ամեն ինչ չի, որ տեսանելի է։ Այսինքն պետք է հստակ մասնագետի խորհրդատվությունը, որպեսզի ճիշտ ախտորոշենք պաթոլոգիաները։ Եթե կարելի է ուրիշ բանի մասին եմ ուզում անպայման շեշտել, որը հատկապես եթե մեծ ծնողներ են լսում, կուզենա այսպես կարմիր գծի պես իրենց համար սարքեն սովորույթ, խոսքս պոլիտրավմաներին է, որոնք մանկական հասակում հաճախ հանդիպում են վթարների արդյունքում, այստեղ մենք շատ բազմակի տրավմաներն են, որի ժամանակ երեխայի մոտ վնասվում է գլուխը, մարմինը, ներքին օրգանները, վերին եւ ստորին վերջույթները, եւ ցավոք սրտի շատ դեպքերում մենք ունենում ենք լետալ երգեր եւ եթե անգամ երեխան ապրում է, ապա դժվար է լինում կյանքի որակը խիստ։ Հետևաբար այստեղ իմ խորհուրդը հորդորը միգուցե նաև պահանջը կայանում է նրանում, որ երեխան, հատկապես մինչև 12 տարեկան, երեխան նորածին երեխայից սկսած պետք է երթևեկի քարսիթի մեջ։ Ուրեմն այս քարսիթի բացակայությունը, որը մեր մշակույթում կարծես թե դեռևս լիարժեք ընկալելի չէ, երեխայի կյանքի ուղիղ սպառնալիք է քարսիթի բացակայությունը։ Եվ իմ հիշած բոլոր դեպքերը, որի մասին այս պահին չէի ուզենա բարձրաձայնել, կապված են այդ քարսիթի բացակայության դեպքում այդ ընտանիքներին պատահած դժբախտությունների հետ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, շատ կարևոր մեսիջ։ Հայաստանում ծնողները, երբ լսում են վիրաբույժ բառը, ենթադրում են, որ բանը հասել է ոսկորին, չէ՞, տենց արտահայտություն կա, ասում են բանը ոսկորին է հասել, այսինքն սա ամենածանր դեպքն է։ Բայց որքան ես եմ հասկանում, այսօր տեխնոլոգիաների զարգացումը եւ առհասարակ բժշկության զարգացումը բերել է նրան, որ նախ վիրաբուժությունը բազմաֆունկցիոնալ է, որ երևույթ է դարձել, եւ երկրորդը բուժման նոր եւ հետաքրքիր ձևեր են ներդրվում։ Կոնկրետ ձեր ոլորտում ինչ նորություններ կան, որ, չգիտեմ, ձեր հիվանդանոցում, Վիգմոր հիվանդանոցում կարելի է գտնել եւ առհասարակ ոլորտում կարելի է հանդիպել։ Շատ լավ, մինչև այդ ուզում եմ ասել, որ հենց մեր մասնագիտության երևի գեղեցկությունը, ինձ համար գոնե, կայանում է նրանում, որ այո վիրաբուժության բառը մեր դեպքում կարելի է ոչ միայն կիրառել միայն այն պահին, երբ դանակը հասավ ոսկրին, քանի որ մենք առնչություն ունենք հենց սկսած էսթետիկ պրոբլեմներից եւ շատ ժամանակ օրինակ մենք միջամտում ենք, եթե օրթոդոնտներին, որոնք պետք է ուղղեն ատամնաշարը, պետք է որոշակի փոքրիկ վիրահատական, այսպես ասած, միջամտություն, որից հետո այդ օրթոդոնտիկ բուժումը ավելի արդյունավետ կլինի։ Այսինքն էսթետիկ առումով ուղղված մեր գործունեությունը եւս շատ կարեւոր է։ Հետևաբար այստեղ շատ կարեւոր է նշել, որ օրինակ մենք կարող եմ շատ վստահ ասել, որ Վիգմոր հիվանդանոցում մեր դիմացինային վիրաբուժության մեջ չունենք այնպիսի խնդիր, որ այս պահին կարող ենք մերժել երեխային եւ ասել օրինակ, այս ինչ բանի համար դիմեք այլ տեղ կամ առավել եւս արտերկիր, մեր թիմը ի վիճակի է յուրաքանչյուր հարցին լուծում տալ եւ նաեւ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք աշխատում ենք աշխարհում ընդունված եւ ապացուցահեն բժշկությամբ եւ ուղեցույցներով, հետեւաբար կարծում եմ նաև որոշակի չափով սա եւս որակի ցուցանիշ է։ Շատ լավ, շատ շնորհակալություն եւ թերևս վերջում մեկ ուղերձ ծնողներին արդեն հնչեց կապված քարսիտների հետ, որը կարծում եմ ամեն օր է հնչում տարբեր եթերներից եւ պետք է այնքան հնչի, մինչեւ այս հարցը ի վերջո որոշակի մշակութային լուծում ստանա, բայց այդուհանդերձ, որպես բժիշկը ծնողներին, ինչի վրա առհասարակ երեխայի աճման ընթացքում
պետք է ուշադրություն դարձնել։ Երբ որ ընկել է երեխան, երբ որ ինչ որ տրավմա է տեղի ունեցել, այստեղ հասկանալի է։ Ընկել է, ծնողի ուշադրությունը կենտրոնանում է, բայց ենթադրում եմ, որ կան խնդիրներ, որոնք կարող են ծածուկ զարգանալ եւ ծնողը մտածի դե տարիքայի հետ կանցնի, չգիտեմ, ինչ որ խնդիրներ, որոնց վրա թերևս պետք է հնարավորինս շուտ ուշադրություն դարձնել։ Ես մի քիչ կարող եմ պրագմատիկ հնչեմ, բայց իմ կարծիքով ցանկացած անհասկանալի խնդրի պարագայում պետք է դիմել բժշկի։ Այսինքն, եթե նույնիսկ դա ոչ մի խնդիր չառաջացնի, բժիշկը իր կարծիքը ասելով, այսինքն ասելով, որ ձեր մոտ խնդիր չկա, ավելի հանգիստ կլինի ծնողը։ Այսինքն, եթե տեսնում է որոշակի անհանգստություն, իրան ոչ աչքին սովոր ինչ-որ փոփոխություններ երեխայի մոտ, ցանկալի է այդ պարագայում դիմել բժշկի, որպեսզի հստակ կարծիքը հասկանա։ Անվտանգ թվացող նույնիսկ բաները կարող են հետազոտման ընթացքում պարզվեն, որ բավականին լուրջ խնդիրներ են, որոնք պահանջում են բուժում, եւ վաղ ժամանակում դրանք հայտնաբերելը ավելի հեշտ է ենթարկվում բուժումը։ Հասարակ օրինակ կարող եմ բերել, որը վերաբերվում է ատամնային ցավին, հիմնականում ծնողները մտածում են, դե կաթնատամներ են, ցավում է ինքն իրենով կանցնի, մեկը փոխելու է հիմնական ատամներն գալու տեղը։ Ատամնային ցավից հետո շատ հավանական բարդություններ են թարախաբորբոքային հիվանդությունները, որոնցով որ արդեն զբաղվում են հենց վիրաբույժները։ Բայց ցավը հենց ի սկզբանե ստոմատոլոգի կողմից կարող է կանխվել բուժման միջոցով, որը որ հենց ժողովրդի լեզվով ասած դանակը ոսկորին չէր հասնի։ Իսկ անտեսելով նման երևույթները, մենք արդեն առնչվում ենք ավելի բարդ խնդիրների։ Անպայման ուզում եմ շեշտել, որ երեխային սիրելը առաջին հերթին նրա անվտանգության եւ առողջության մասին հոգ տանելն է։ Մեր փոքրիկները կարող են մի խաղալիք պակաս ունենալ, բայց ես հորդորում եմ ծնողին, անկախ ամեն ինչից երեխաները ունեն գանգատներ թե չէ, աշխարհում ընդունված տարին մեկ անգամյա չեքափերը կամ այսպես ուղակի կանխարգելիչ ստուգումները գոնե առաջնային ուղակի մանկաբուժի կամ ձեր կողմից ընտրված մանկաբուժի կողմից անցկացրեք, որովհետև եթե օրինակ ինչ որ մի բան ձեր աչքից կարող է վրիպել, մանկաբուժը դա տեսնելու է եւ ձեզ ճիշտ մասնագետի մոտ ուղղորդի։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք Գործարար ալիքը եւ այսօր խոսում ենք մանկական դիմացանոթային խնդիրներից եւ դիմացանոթային վիրաբուժությունից։ Մեր հյուրերն էին Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի դիմացանոթային վիրաբուժության ծառայության պատասխանատու եւ դիմացանոթային վիրաբույժ Անահիտ Շահինյանը եւ նույն հիվանդանոցի դիմացանոթային վիրաբույժ Գրիգոր Թորոսյանը։ Տաղավարում աշխատեց Լիաննա Խաչատրյանը։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։